Այսօր պարզ հարցերի հետևից ենք գնալու։ Չվախենանք ինքներս մեզ պարզ հարցեր տալ եւ անշուշտ ջանանք փնտրել եւ գտնել երբեմն անհնարին թվացող պատասխաններ։ Վերջապես, ով է առողջ մարդը։ Ինչ է առողջությունը։ Սննդային վարքի խանգարումները ինչով են տարբերվում սննդային սովորություններից։ Ունենք արդյոք սննդային սովորություններ, որոնց ժամանակին վստահել ենք եւ ինչ որ պահից, ինչ պատճառներով կորցրել ենք ինքներս մեզ վստահելու այդքան կարևոր հատկությունը։ Մեզ անհրաժեշտ է վերստուգել մեր կողմից ձեռք բերված գիտելիքների հիմքերը։ Ով է փոխանցում այդ ինֆորմացիան, ինչ նպատակով եւ ինչու ենք կասկածի տակ դնում մեզ ուղեկցող սովորույթների ազդակները, վստահելով կասկածելի աղբյուրներին։ Առողջության ժամանակակից ընկալումները կարող են նաև շփոթ հարուցել, դառնալով նոր խնդիրների տրիգեր։ Ինչպես օրինակ, երբ ճարպակալման բումին զուգահեռ տեսնում ենք սննդային վարքի խանգարումների աճ։ Բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք լայք կոճակը, եթե կարծում եք, որ այս տեսահոլովակները օգտակար են։ Գիտությունը կատարել է հսկայական հետազոտություններ եւ պարզել է ամենաարդյունավետ ձևերը ճարպակալման դեմ պայքարում։ Պայքարը ծավալվում է փուլերով։ Առաջին փուլը դիետոթերապիան է, որի ընթացքում մարդիկ սովորում են կամաց-կամաց կարգավորել սովորությունները։ Հետո գալիս է դեղորայքային բուժման փուլը, երբ կիրառվում է դեղորայք ճարպակալման բուժման համար։ Իդեպ, Օզեմպիկի մասին արդեն ունեմ հոլովակ, հղումը կտեղադրեմ այս վիդեոյի նկարագրության մեջ։ Հետո գալիս են վիրահատական միջամտությունները, բարիատրիկ վիրահատությունները։ Եթե հետաքրքիր է վիրահատությունների թեման, մեկնաբանությունում գրեք այդ մասին, ես առանձին տեսահոլովակ կնվիրեմ այդ թեմային։ Հասկանալի է, որ այս իրավիճակից բխում են մի շարք խնդիրներ։ Ամեն անգամ ճարպակալումից ազատվելու չհաջողված փորձը, ժամանակավոր պահած դիետան, նիհարեցնող թեյն ու մյուսները ավելի ու ավելի են բարդացնում խնդիրը։ Ամեն անգամ կորցնում են մկաններ, հետո ունենում են պոռթկումներ, ավելացնում են ավելի շատ ճարպ ու սա վերածվում է չավարտվող ցիկլի։ Վիճակագրական վատ թվեր կան, միջինում քաշ կորցրած մարդկանց 90%-ը մեկ տարվա ընթացքում վերադառնում է իր հին քաշին, եթե ոչ ավել։ Այս խառնաշփոթին միանում են նաև մեդիատիրույթում շպրտված նոր գեղեցկության եւ արտաքին տեսքի ստանդարտները։ Կորեական սերիալներից ու K-pop-երից մինչև հոլիվուդյան վերջին շունչը փչող աստղերը։ Մարդիկ սկսում են ապրել գիրանալու աներևակայելի վախերով։ Եվ մենք ունենք իրավիճակ, որ գրեթե 1 միլիարդ մարդ ունի ճարպակալում, բնակչության մոտ 3-ից 5%-ը տարբեր հաշվարկներով ունի սննդային վարքի խանգարումներ եւ այս թվերը գնալով աճում են։ Լավ, իսկ ո՞րն է սննդային սովորույթը։ Ինչն ենք մենք անվանում նորմալ սննդային վարք։ Դա բազմակողմանի եւ ճկուն մոտեցում է սննդին, երբ մենք բավարարում ենք մեր օրգանիզմի էներգետիկ եւ սննդային պահանջները։ Միաժամանակ ապահովում ենք հոգեբանական եւ սոցիալական բավարարվածություն, առանց պաթոլոգիկ սահմանափակումների կամ չափազանցված մտահոգությունների։ Նորմալ սննդային վարքի հիմնական բնութագրերն են։ Ինչպես արդեն ասեցի, կենսաբանական բավարարվածությունը, սննդից ստանում ենք բավարար էներգիա եւ մակրո-միկրո էլեմենտներ։ Բազմազանությունը, ուտում ենք բազմազան, չենք բացառում սննդակարգից որևէ մեծ խումբ մթերք։ Սովի եւ հագեցվածության զգացողությունը, սկսում ենք ուտել եւ դադարեցնում ենք համապատասխան մեր օրգանիզմի ազդակների։ Սա շատ կարեւոր չափորոշիչ է։ Հոգեբանական հավասարակշռությունը, սնունդը չենք դիտարկում թշնամի կամ մեղքի զգացողության աղբյուր։ Սոցիալական համատեքստը, ուտել ընկալում ենք իբրև սոցիալական եւ մշակութային երևույթ, կազմակերպում ենք կամ մասնակցում ենք ընտանեկան ընթրիքներին, տոնական սեղաններին մեզ հանգիստ ենք զգում եւ վայելում ենք։ Այս վերջին կետը ամենակարևորներից է։ Մենք պետք է անկախ մեր ծանրաբեռնվածությունից կարողանանք կազմակերպել ընտանեկան ճաշեր։ Առողջարար սնվելու համար սա հիմնային հարց է, առաջին հերթին տանը պատրաստելու տեսանկյունից։ Իհարկե բարդ է ծանրաբեռնված գրաֆիկում տեղավորել նաև այդ սովորույթը, բայց գոնե ընթրիքը, գոնե շաբաթական մի քանի անգամ։ Դրա համար մենք պետք է նախապես մտածենք, թե ինչ պատրաստել։ Պետք է լինի արագ պատրաստվող, առողջարար, համեղ եւ բազմազան։
Պետք է գնան գնումների եւ ընթրիքից հետո դեռ ժամանակ մնա հանգստանալու։ Ես գիտեմ, որ սա իսկապես բարդ խնդիր է, բայց ես առաջարկում եմ լուծում։ Մաստրոն։ Ուրախ եմ համագործակցել մի կազմակերպության հետ, որն օգնում է սնվել առողջ ու միաժամանակ խրախուսում է պատրաստել տանը։ Սա Հայաստանում առաջին նյութի տառակման ծառայությունն է։ Հիմա բացատրեմ։ Մաստրոն բաժանորդագրություն է, որն առաքում է ձեր ընտրած մենյուին համապատասխան արդեն պատրաստի բաղադրիչները եւ բաղադրատոմսերը, եւ դուք պատրաստում եք առանց գլխացավանքների։ Առողջ ապսեն ողջ ընտանիքի համար պատրաստվում է ընդամենը 30 րոպեում։ Եվ որ ամենակարևորն է, այսուհետև մենյուն ընտրելիս կարող եք ընտրել նաև իմ կազմած հատուկ բաղադրատոմսերը։ Սննդային վարքի խանգարումը հիվանդություն է, դասակարգվում է իբրև հոգեբուժական հիվանդություն։ Ամենատարածված տեսակներն են նյարդային անորեքսիա, նյարդային բուլիմիա, անկառավարելի ուտելու նոպայանման խանգարում, անգլերեն binge eating։ Եթե չեք հանդիպել այսպիսի հիվանդություն ունեցող մարդկանց, ապա չեք կարող պատկերացնել, թե դա ինչ տառապանք է։ Անշուշտ այս հիվանդությունների առաջացման պատճառները դեռ բացահայտված չեն, բայց արդեն հայտնի է։ Հոգեբուժական հիվանդություններից ամենաշատ կյանքեր խլողը անորեքսիան է։ Անորեքսիայով տառապող մարդիկ կրճատում են իրենց սննդակարգը։ Սկզբում նիհարում են, հետո նորից են կրճատում եւ նրանք ոչինչ չեն կարող անել այդ տեսակ վարքի հետ։ Հետո նորից են կրճատում սննդակարգը, ուտում են շատ քիչ, ամեն կերած կտորի հետ առաջանում են աներևակայելի վախեր։ Իրենց մարմինը չեն տեսնում այնպես, ինչպես շրջապատող մարդիկ են այն տեսնում։ Ի վերջո կրճատում են սննդակարգն այնքան, մինչև օրգանիզմը չի ստանում համապատասխան էներգիա եւ սնունդ ապրելու համար։ Ուզում եմ Իզաբել Քարոյի պատմությունը պատմել։ Նա ֆրանսիացի դերասանուհի էր, ով 13 տարեկանից տառապում էր անորեքսիայով։ Նա անցալում էր սնունդը ոչ թե սնուցման, այլ իբրև սպառնալիքի աղբյուր։ 2006 թվականի, երբ նա 24 տարեկան էր, կշռում էր ընդամենը 25 կիլոգրամ եւ ցավոք սրտի նրա պայքարը հիվանդության դեմ արդյունք չէր տալիս։ 2007 թվականին Իզաբելը որոշեց գնալ համարձակ քայլի եւ լուսանկարիչ Օլիվիերո Թոսքանի հետ մասնակցեց նո անորեքսիա արշավին։ Նրա ծայրաստիճան նիհար եւ հյուծված մարմինը պաստառների վրա դարձան կենթանի նախազգուշացում։ Լուսանկարները ցնցեցին աշխարհը։ Իզաբելն ասում էր. Ես չեմ ուզում ուշադրություն գրավել իմ անձի վրա, ուզում եմ, որպեսզի մեկ այլ աղջիկ չմահանա։ 2008 թվականին նա հրատարակեց ինքնակենսագրական գիրք Փոքրիկ աղջիկը, որ չէր ուզում գիրանալ վերնագրով, իսկ 2010 թվականին նա մահացավ ընդամենը 28 տարեկան հասակում։ Կան բազմաթիվ ֆիլմեր, պատմություններ այս հիվանդության վերաբերյալ։ Մի քանի հղում կդնեմ նկարագրության բաժնում, եթե հետաքրքիր է, կարող եք դիտել։ Հիվանդության բուժման համար աշխատում է մեծ թիմ՝ հոգեբուժներ, հոգեբաններ, դիետոլոգներ հատուկ ստացիոնար պայմաններում, որտեղ գործում է նաև վերակենդանացման բաժանմունք։ Պետք է զգոնության կոչերին ուշադիր լինենք, ժամանակին ախտորոշենք խնդիրը եւ փորձենք լուծումներ գտնել, իսկ ավելի լավ է մեզանից կախված ամեն ինչ անենք այս հիվանդությունները կանխարգելելու համար։ Բուլիմիայի ժամանակ հիվանդը ուտում է առանց կառավարելու իրավիճակը։ Կարող է մեկ սննդընդունման ժամանակ ուտել 4-5 հազար կալորիա։ Քաշ հավաքելու վախից, մեղքի զգացումից դրդված մարդը դիմում է փոխհատուցող գործողությունների, արհեստականորեն առաջացնում է փսխումներ կամ ընդունում է լուծ առաջացնող միզամուղ պրեպարատներ, կամ ծայրահեղ շատ ավելացնում է ֆիզիկական ակտիվությունը։ Նյարդային բուլիմիա են ունեցել բազմաթիվ հայտնի մարդիկ, շատ ակնառու օրինակ է արքայադուստր Դիաննան։ 1995 թվականին BBC-ին տրված հարցազրույցում այս մասին նա ասում է ուղիղ տեքստով. Ես մի քանի տարի բուլիմիա եմ ունեցել, դա նման է գաղտնի հիվանդության։ Դուք այն ներշնչում եք ինքներդ ձեզ, քանի որ ձեր ինքնագնահատականը ցածր է։ Դուք չեք համարում ձեզ արժանի կամ արժեքավոր։ Դուք օրական 4 կամ 5 անգամ լցնում եք ձեր ստամոքսը։ Դա հարմարավետություն է տալիս։ Նման է, որ ինչ որ մեկը գրկում է ձեզ, բայց դա ժամանակավոր։ Հետո դուք զզվում եք ձեր ստամոքսի փքվածությունից։ Բուլիմիան վտանգավոր է ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական հետևանքներով։
Սրանք պարզապես վատ սովորություններ չեն, այլ ծանր հիվանդություններ, որոնք պահանջում են երկարաժամկետ բուժում։ Անկառավարելի ուտելու նոպանման խանգարումը բնորոշվում է կրկնվող վարքով, երբ մարդը կարճ ժամանակահատվածում ընդունում է մեծ քանակությամբ սնունդ ոչ սովինի պատասխան եւ չի կարողանում վերահսկել այդ վարքը։ Այս նոպաները չեն ուղեկցվում փոխհատուցող գործողություններով, ինչպես բուլիմիայի ժամանակ։ Նոպաների ժամանակ մարդը սովորաբար ուտում է ավելի արագ, շարունակում է ուտել, երբ արդեն վաղուց հագեցել է։ Նոպաներին հաջորդում են մեղավորության, տխրության կամ ինքնագնահատականի նվազման զգացումներ։ Խանգարումը կարող է բերել ավելորդ քաշի եւ ճարպակալման, ինչպես նաեւ հոգեբանական խնդիրների, դեպրեսիայի, տագնապի, սոցիալական մեկուսացման։ Սա նույնպես դասակարգվում է իբրև հիվանդություն, որը պահանջում է բուժում, հոգեթերապիա, սննդաբանի աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում դեղորայքային բուժում։ Այս հիվանդության ողբերգությունը շատ լավ ցույց է տալիս Դարեն Արոնոֆսկին իր «Կետը» ֆիլմում։ Գլխավոր հերոսը Չարլին տառապում է ծանր ճարպակալմամբ եւ անկառավարելի ուտելու նոպանման խանգարմամբ։ Նա մենակ է ապրում, մեկուսացված է աշխարհից եւ պայքարում է ոչ միայն մարմնական խնդիրների, այլև խորը հոգեբանական ցավի ու կորստի հետ։ Ֆիլմը շատ կարևոր օրինակ է, քանի որ այն առաջիններից մեկն է, որը բժշկական ու հոգեբանական տեսանկյունից ցույց է տալիս binge eating disorder-ի ազդեցությունը մարդու կյանքի վրա։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մենք վերհիշենք ներսից եկող ազդակները, չխճճվենք անթիվ անքանակ ինֆորմացիայի մեջ, փորձենք զգալ մեր քաղցի եւ հագեցվածության զգացողությունները։ Ի սկզբանե քաղցը եւ հագեցվածությունը մարդու օրգանիզմում շատ հստակ ազդակներով են պայմանավորված։ Եթե մենք ժամանակի ընթացքում չփչացնենք այդ ազդակները, ապա կունենանք առողջ սննդային վարք եւ ստաբիլ քաշ։ Սնունդ ընդունումից առաջ մտածեք, քաղցած եք արդյոք, որ ուտում եք, թե ջղային եք կամ պարապությունն եք ուտում։ Իսկ ուտելուց հետո ինքներդ ձեզ համար արձանագրեք։ Ուղղակի հագեցել եք, թե արդեն ծանրացել եք։ Եվ տվեք ձեզ այդ պարզ հարցը. ինչու կերակ ավելի շատ, քան կարիքն ունեիք։ Այստեղ այս քաղց հագեցվածությունը ընկալելը, ոնց որ մենք փոքր ժամանակվանից ունենք, անցած անգամ պացիենտս նես հավես բան ասեց մի հատ, երկու հոգով էին եկել մայր աղջիկ, 1-8 տարեկան, ինքն էլ մեծահասակ կին, ու ասում է, այ այդ որ դուք ինձ քաղց ու հագեցվածությունն ասացիք, գիտեք իմ 4 տարեկան տղեն ա տենց։ Ասում եմ իր մոտ չի փչացել։ Եղել է, որովհետև մեր բոլորի մոտ այդ կա, ասում է, հենց ինքը սոված է, բոլորը այդ մասին գիտեն, վազելով գնալու ա ուտելու, հենց կշտացած է, երբեք ոչ մի բան չես կարող իրան առաջարկել, ու դες կատակով ասում եմ, դուք ընտանիքով հիմա պետք է լսեք ու սովորեք ձեր 4 տարեկան երեխայից։ Ինչ դա ոնց որ իմաստը, որ այս էլի լիքը ինֆորմացիոն դաշտում, ոնց որ մենք մեր օրգանիզմի ազդակներին չենք լսում։ Մեր օրգանիզմն ասում է սոված ես, գնակեր, կարող է տեղ զբաղված լինեմ, չլսեմ այդ ազդակին, անընդհատ բլոկ անեմ այդ, այդտեղ սկսում է փչանալ, այսպես ասած, այդ սովի ազդակը, ու մեկ էլ կարամ տարբեր պատճառներով գնամ ուտելու, որովհետև մենք մի հատ sense մեխանիզմ ունենք նաև, որ սնունդը մեզ հանգստացնող է, ու օրինակ, եթե լարված գործ եմ անում, ուզում եմ այդ լարվածությունը նվազեցնեմ, sense հանգստացեմ, գնում եմ ուտելու, կամ հոգնած եմ, կամ sense ինչ-որ պարապ եմ, այդ պարապությունից դիսկոմֆորտ է տալի, այդ դիսկոմֆորտից ազատվելու համար ուզում եմ ուտեմ։ Փաստորեն ստացվում է, ես պետք է ուտեի մի հատ ազդակով, սոված, բայց ես կերա, հոգնած, պարապ, ջղային, լարված, ագնապած, այսքան ազդակը բերում է, որ ես անընդհատ այդ ուտելու ցանկությունն ունեմ, բայց այդ ցանկությունը ստեղից է, ոչ թե ստամոքսից։ Բայց այդ մենք ի սկզբանե բնությամբ դրած է մեզ մեջ, ֆիզիոլոգիայով մենք ունենք այդ զգալու կարողությունը, ուզում ենք, որ այդ վերականգնվի։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք կոճակը, թողեք մեկնաբանություն, տարածեք վիդեոն եւ որպիսի մենք էլ տեսնելով ձեր ակտիվությունը ոգևորված շարունակենք մեր գործը։